1 մետր խորանարդը 20 աստիճանում կշռում է 1.0-ին, այսինքն տեսակարար կշիռը Կրթական կարևոր գործընթաց է նախաձեռնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Խոշոր ձեռնարկության 172 եռակցող ամրապնդեց գիտելիքները։ Տեսական ու գործնական փուլերով անցկացվող դասընթացին մասնակցելու պահանջները խիստ են, առաջնայինը անվտանգության պահպանումը։ Աշխատանքների կարևոր հանգուցային հարցերի շուրջ զրուցում ենք, որպեսզի իրանք պատկերացում ունենան իրանց աշխատանքի ընթացքում ինչ հարցերի վրա ուշադրություն դարձնել։ Ամբողջը ծավալով բնական է չի տեղավորվի ժամանակի մեջ, բայց հիմնական անվտանգությունը աշխատանքների կատարումը գազոերակցման, էլեկտրոերակցման եւ կատարման սկզբունքները հիմնականում քննարկում ենք իրանց հետ։ Աշխատակիցները գազաէլեկտրաեռակցման վերաբերյալ դասընթացից խոսելիս նշում են, սա քննություն չէ, այլ գիտելիքի ստուգատես։ Տեսականն օգնում է վերհիշել իմացածը։ Ներկաները հավաստիացնում են, այս մասնագիտության շնորհիվ կարելի է լավ վաստակել ու բարեկեցիկ ընտանիք պահել։ Կապ չունի քանի տարվա աշխատող ես, 8 տարվա է, թե 20 տարվա է, ամեն տարի դու պետք է քո գիտելիքները զարգացնես, հմտանաս քո աշխատանքում, կարողանաս տիրապետես եռակցման աշխատանքներին, անվտանգության նորմերին։ Ես 5-րդ տարակարգում եմ, ցանկանում եմ, որ ատեստավորումը անցնելուց հետո իմ տարակարգս բարձրանա։ Մենք ուրախ ենք, որ մեր կոմբինատում կա այսպիսի դասընթացներ։ Ես իմ պաշտոնս էլ գազաերակցողը, այսինքն համ կարող եմ սվալկա անեմ, համ ավտոգեն։ Ինչքան մենք գիտենք, այսինքն իրենք գալիս են ավելին է մեզ տալիս, էլի։ Մենք ավելին ենք իմանում։ Մենք դառնում շատ ուրախ ենք ու շատ հստակ ենք աշխատում։ Դարբնոցափականագործական տեղամասում, որտեղ անցկացվում են գործնական պարապմունքները, եռակցման որակն է ստուգվում։ Դժվար եւ միաժամանակ վտանգավոր աշխատանքում մեկ անզգույշ քայլը կարող է ճակատագրական լինել։ Այս գործում լավագույններին առանձնացնելը բարդ է։ Կյանքին վտանգ սպառնող աշխատանք է ինքը, կարող մարդը իրան ունես վնաստա, որ կյանքի հետ անհամատեղելի լինի։ Դրա համար անվտանգության կանոնները պաշտպանելուց պետք է բոլորը պատշաճ կատարվի։ Մնացած աշխատանքները կախված այդ անվտանգության կանոններից սկսելու ձևակերպումից եւ կազմակերպումից։ Վիճակը գնահատում ենք բավարար եւ ավելին, ունենք մարդիկ, որոնք որ բարձր վարպետի կոչում ունեն, ու մենք համաձայն ենք դրա հետ, ու մեր համաձայնությունը եւս մեկ անգամ շեշտում ենք մեր գրավոր աշխատանքների մեջ։ Դասընթացների նպատակը զարգացնել մեր աշխատակիցների գիտելիքները եւ հմտությունները, ավելի բարելավել, ավելի լավացնել որակը իրանց աշխատանքի եւ բարձրացնել մակարդակը ընդհանուր աշխատակիցների գիտելիքների։ Դասընթացի մասնակիցները կարող են տարակարգի փոփոխություն ունենալ, հետագայում էլ աշխատավարձի բարձրացում, բայց մինչ այդ պետք է հանձնեն առկա տարակարգի համար քննություն։ Ուսումնական կենտրոնի ղեկավարը նշում է, եռակցողների հետ այս ձևաչափով առաջին անգամ են աշխատում, երբ ոչ միայն անցկացվում են դասընթացներ, այլև քննության միջոցով ստուգվում են գիտելիքները։ Քննության արդյունքում այն աշխատակիցները, որոնք չեն կարողացել ապահովել անցողիկ շեմը, այդ աշխատակիցների համար մենք հնարավորություն ենք տալիս, եթե իհարկե հավաքել են 51% գնահատականի, վերատեստավորում կազմակերպել եւ վերատեստավորումը եւս նույն ընթացքով է գնում, այսինքն ուսուցում, քննություն եւ եթե այդ պարագայում աշխատակիցը 80% հաղթահարել է այդ շեմը, ինքը հնարավորություն ունի պահպանել իր տարակարգը։ Անցողիկ շեմը չհաղթահարածները նորից ուժերը չափելու հնարավորություն կունենան։ Ընկերության համար կարևոր է ոչ միայն սոցիալական հարցի լուծումը, այլև այն, որ աշխատակիցները ստանան գիտելիքներ եւ մասնագիտական աճ ապահովեն։ Շատ հաճելի է, երբ որ մարդը 20 հարցի պատասխան է տալիս ու մենք ունենք շատ տենց դեպքեր եւ համոզված եմ, որ այս գործընթացում էլ կունենանք։ Արմենը ընկերության ոչ արտադրական շինարարական դեպարտամենտի 5 ամսվա էլեկտրաեռակցողներից է։ Տեսական գիտելիքների քննությանը կարողացավ գերազանց արդյունք ցույց տալ։ Նրա խոսքով դեռ սովորելու շատ բան ունի։ Ինձ թվում է, թե հեշտ է ու ոգևորիչ է, որ մարդկանց հնարավորություն է տրվում իրենց աշխատանքը ավելի բարձր մակարդակի հասցնելու եւ իրենց աշխատավարձը նաեւ բարձրացնելու։ Կձգտենք բարձր որակավորում ստանալ։ Եռակցողների համար առաջին անգամ անցկացվող դասընթացին մասնակցում էին բոլոր ստորաբաժանումների մասնագետները, որոնք կարճ ժամանակում հասցրին ստանալ ոչ միայն գիտելիքներ, այլև գործնական հմտություններ ձեռք բերել։